Բարև ձեզ։ Այսօրվա փետրվարի 7-ի իմ ամբիոն հաղորդաշարի երթական հաղորդումը վերնագրել եմ ուխտի ականջում քնելու ուխտարածները։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ նրանք, որոնք բաժանորդագրվել եւ նայում են հաղորդումներս, ապա դրեք լայքեր, խնդրեմ, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին եւ այսպես վերնագիրը ուխտի ականջում քնելու ուխտարածները։ Գիտեք, վերջերս առիթ եղավ համոզվելու մի բանում, որ շատեր են, նույնիսկ որ լրագրողներ, նույնիսկ կառավարչական շրջանակներում աշխատողներ չեն տարբերում ուխտի եւ ուխտի տարբերությունը։ Ուղտը դա կենթանին է, որն իրեն է սապատավոր, միասապատ կամ երկսապատավոր, եւ ուխտը խտարով, որը նշանակում է երթում, նշանակում է միաբանություն, նշանակում է ինչ-որ խոստում։ Բայց դրա համար որոշեցի այս վերնագիրը դնել, որը նաև թեմային շատ մոտիկ է, առնչվում է։ Մի խոսքով, ուխտը կենթան, ուղտը սապատավոր կենթանի գրվում է ղ տառով, իսկ ուխտը որպես իղձ, երթում, միաբանություն գրվում է խ տառով։ Սա որպես լիգբես, հա, այսպես ասենք։ Հիմա ասնեմ բույնյութին եւ այսօրվա իմ հաղորդման առիթը մտահոգությունս էր առայն, որ Հայաստանում վտանգված է Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Նորից կրկնվում է բազմիցս տարբեր աղբյուրներից, շատ տեղերից, որ Հայաստանում մտադիր են փակել Մեծամորի ատոմակայանը։ Սա կլինի Հայաստանի վերջը, բառի բուն իմաստով։ Եվ 1998 թվականի պետական հեղաշրջումից հետո Հայաստան իշխանությունը գրաված ոչ մի կառավարիչ այդպես էլ մատը մատին չի խփել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ, ընդհակառակը պետական հեղաշրջման առաջին կազմակերպիչը ամեն ինչ արել է, որ ջրվի այդ որոշումը, որը կայացել էր 1997 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցի ժամանակ, որը կատարվել է Ֆրանսիա, ստորագրվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջև համաձայնագիր, ըստ որի պետք է Հայաստանում կառուցվեր նոր ատոմակայան, եւ այդ շինարարությանը պետք է մասնակցեր ֆրանսիական Ֆրամատոմը եւ ռուսական Ռոսատոմը։ Բայց իդերև եղան այս համաձայնագիրը, որովհետև Հայաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում եւ Հայաստանում իրեն նախագահ կարգած Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի բոլոր էներգետիկ հնարավորությունները, նաեւ այդ էներգետիկ հնարավորությունները նվիրաբերեց այսպես կոչված գույք պարտքի դիմաց ծրագրի շրջանակում Ռուսաստանի։ Հիմա էլ բազմիցս են այսպես հիմա էլ այդպես մեյդան են գցել ինչ-որ կարծիքներ, որ Հայաստանում կարելի է կառուցել ոչ թե մեծ ատոմակայան, լուրջ ատոմակայան, այլ մոդուլային ինչ-որ ռեակտորներ, որ աշխարհում նման բան գոյություն չունի։ Թերևս երևի կան Սուզանավերի վրա, մատ որպես շարժիչներ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ, ինչպես ասում են, ձրի պանիր թակարդի վրա տեղադրած։ Պատկերացրեք, թե այդ Եվրոպայի ներկայացուցիչները տպես ժպիտներ երեսին, բարեհամբույր, որ ասում են փակեք ատոմակայանը եւ այլ, եւ դրա փոխարեն մենք ձեզ նոր էներգառեսուրսներ կտրամադրենք, հնարավորություններ կտրամադրենք, ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն, բառի բուն իմաստով, որովհետեւ Հայաստանը ներքաշում են էներգետիկ ինչ-որ մեկից կախվածության մեջ, զրկում են Հայաստանին էներգետիկ անկախությունից։ Եվ բավական է տեսնել նաև, թե ովքեր են առաջին հերթին այն ջատագովները, այն
այսպես կոչված պրոպագանդիստները, որոնք որ դեմ են, որ Հայաստանում գործի Հայաստանի ատոմակայանը, Ադրբեջան, Թուրքիա, այն դեպքում Թուրքիայում եւ արդեն երրորդ ատոմակայանը կառուցելու մտադրությունն է, առաջին երկուսը կառուցում է Ռուսաստանը։ Եվ հիմա էլ այս Հայաստան ներկայիս կառավարիչները մեկ էլ էս վերջերս ինչ որ միտեղ կարդացի, որ հայտարարել են, թե որ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման արդյունքում Հայաստանի էներգետիկ համակարգը կմիաձուլվի Ադրբեջանի էներգետիկ համակարգին։ Ճիշտ, լուրջ, ծեր է կարել մարդկանց։ Այլ բան է միավորվել, այլ բան է համակցելը, դա նորմալ բան է, որտեղ տարբեր տեղերում վթարներ են լինում եւ մյուս տեղից մյուս տեղ ժամանակավորապես էներգիա է մատակարարվում։ Բայց ինչ ասել է Հայաստանի էներգետիկ համակարգը կմիավորվի Ադրբեջանի էներգետիկ համակարգի հետ։ Մոտավորապես ես պատկերացնում եմ, որ ժամանակին խորհրդային միության ժամանակ օրինակ Ագարակի երկաթուղային կայարանի տնօրեն նշանակում էին Ադրբեջանից։ Կամ Մեղրի Ագարակի երկաթուղային կայարանի տնօրեններին նշանակում էին Ադրբեջանից, որովհետև այդ հատվածը պատկանում էր Ադրբեջանի երկաթուղը։ Իդեպ մի խոսքով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը պետք է սկսվեր դեռ 3, պատկերավոր ասած, այնպես որ արդեն ուժից ուշացրել են եւ անընդհատ երկարացնելու մասին, այդ ռեսուրսների ժամկետը երկարացնելու մասին դրանք խապկանք են, դրանք ոչ մի բանի լավ բանի չեն խոստանում, իհարկե պետք է ատոմակայանը բարբերաբար վերանորոգվի, անընդհատ փոխվի սարքավորումները, բայց Հայաստանին անհրաժեշտ է թթվածնի պես անհրաժեշտ է նոր ատոմակայան։ Վերեմ տակոս մի պարզունակ, շատ պարզունակ օրինակ 90-ական թվականների պատերազմի ժամանակ Հայաստանի երբ լիակատար շրջափակման մեջ էր եւ բարբերաբար շաբաթը մեկ պայթեցվում էր Հայաստան մտնող գազամուղը, որտեղ միայն այդ գազով էր աշխատում Երևանի ջեկը եւ Հրազդանի ջեկերը, որոնք էլեկտրաէներգիային մատակարարում, չհաշված մանր-մուներ հիդրոէլեկտրակայաններին, եւ այդ պայթեցնությունից հետո Հայաստանը էներգետիկ ճգնաժամի մեջ էր եւ վայ այսպես կոչված ընդդիմադիրներ, այսպես անընդհատ մատի փաթաթան էին դասել, որ Հայաստանում այդ իշխանությունը դիտավորյալ են պահում Հայաստանը պահում մթի մեջ այդ ցուրտ ծմերվա պայմաններում, որ խեղճացնեն ժողովրդին, նույնիսկ էլեկտրաէներգիան կա, բայց հողանցում են կատարում։ Այսպիսի էշություն նույնիսկ կրկնում էին մարդիկ, որոնք տեխնիկական ներողություն, տեխնիկական կրթություն ունեն եւ ավարտել էին ոչ բարով ավարտել էին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այսպիսի բաներ, սա էլ է եղել։ Եվ այն օրվանից, այն պահից, երբ Հայաստանում 95 թվականի ամռանը վերագործարկվեց ատոմակայանը, դադարեցվեցին Հայաստան մտնող գազամուղի պայթեցումները։ Միանշանակ։ Եվ ոմանք էլ մինչև հիմա էլ կան ցնդաբանություններ, այդպես տարածողներ, թե այս հայոց համազգային շարժման ժամանակ իշխանությունները իրենք փակեցին ատոմակայանը, Նայրիտը, գիտեմ, հազարավոր գործաներ, Հայաստանում հազարավոր գործարան չի եղել, մեկ երկրորդն էլ Հայաստանում ոչ Նայրիտը, ոչ ատոմակայանը Հայաստանի իշխանությունները չեն փակել, որովհետև Նայրիտը եւ ատոմակայանը փակվել են նախքան, երբ Հայաստանում իշխանության եկան հայոց համազգային շարժումը, եկավ հայոց համազգային շարժումը։ Եվ այդ ձեռնարկությունները փակվել են խորհրդային միության կոնկուրսի քաղբյուրոյի որոշմամբ։ Եվ այդ ժամանակ Հայաստանի կոնկուրսի կենտրոնի առաջին քարտուղար էր Սուրեն Հարությունյանը, որ աշկալուսանք տվեց ժողովրդին, ասելով, որ հատեսեք առաջնորդվելով առաջ ժողովրդի
միսմասար հատվածի պահանջներին, որ փակվի ատոմակայանը, Նայրիտը, որոնք որ էկոլոգիական աղետ են Հայաստանի համար, եւ կենտրոնը որոշեց այդ ձեռնարկությունները փակել։ Նշեմ, որ այդ ժամանակ այո կար այդպիսի շարժում եւ դա հայոց համազգային շարժման հետ կապ չուներ, այլ այդ կանաչներն էին, որը ղեկավարում էր Սանա Սարյանը, Զորի Բալայանը եւ Խաչիկ Ստամբոլցյանը։ Խաչիկ Ստամբոլցյանը նույնպես իհարկե հայոց համազգային շարժման Ղարաբաղ կոմիտեի անդամ էր, բայց հայոց համազգային շարժումը չէր, որ այդ փակելու համար հայոց համազգային շարժման կորիզը Ղարաբաղ կոմիտեն զբաղված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովմամբ։ Սա էր նրանց խնդիրը։ Եվ խոսքով, այնպես որ նորից մեկ անգամ եւս այն տգիտունիկներին, որոնք անընդհատ տարածում են, նույնիսկ հիմա վերջերս, երբ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հիմա նորից պես գլուխները տարբեր տեղերից վեր են բարձրացել եւ նշում են դուք չէիք, որ փակեցիք ատոմակայանը, Նայրիտը եւ այլն։ Չէ, իրենք չէին, հաստատ իրենք չէին։ Այդ իրենք էին, որ բացեցին ատոմակայանը, փորձ արվեց նաեւ Նայրիտը բացել, բայց Նայրիտը բացել չհաջողվեց, որովհետեւ արդեն Սովետ միությունը ոչ եւս էր, էներգակիրները թանկ էին եւ Նայրիտի արտադրանքի ինքնարժեքը շուկայականին զիջում էր, մրցունակ չէր, դրա համար չկարողացան օգտագործել, շահագործել։ Եվ հիմա էլ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, որոնք ասում են, թե խոստանալով, որ իրանք իշխանության գան 300,000 աշխատատեղ բացեն, թող բացեն, լավ են անում, թե ինչպես պիտի բացեն, թող բացատրեն։ Բայց նաև ասում են, որ օրինակ Վանաձորում կառուցեն նավթավերամշակման գործարան, առողջարանային քաղաքում նավթավերամշակման գործարան կառուցել չի կարելի, եւ դրա հնարավորություն չկա։ Նավթավերամշակման գործարան Հայաստանում լավ կլինի, որ աշխատի, բայց դա կարող է լինել, օրինակ, ասենք, Նայրիտի կամ Պոլիվինանսետատ գործարանի տեղը։ Գնաց գալիս է Նախիջևանով, եթե իրոք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատվի եւ տնտեսական կապեր զարգանան, ապա կարող է նավթը գա, հասնի Երևան այդ մինչև այդ տարածք եւ այնտեղ աշխատի Երևանում կառուցվելիք նավթավերամշակման գործարան։ Սա իհարկե ապագայի հարց է եւ դեռ բազմաթիվ խնդիրներ ունի իր առաջ, ծառացած մինչև դրան լուծումը։ Բայց կրկնում եմ, մտածել, որ առողջարանային քաղաքում կարելի է կառուցել նավթավերամշակման գործարան, դա կներեք դիլետանտություն է կամ ասենք ամբողջավարություն։ Ընդհանրապես մի քիչ շեղվեցի բուն ատոմակայանից, բայց կրկնում եմ, որ Հայաստանում պետք է ամեն ինչ արվի, Հայաստանի իշխանությունները, կառավարիչները հնարավորինս ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանում սկսվի նոր ատոմակայանի շինարարությունը։ Կներեք ստիպված եղա ընդհատել, որտեղ կողքի սենյակում վերանորոգում են եւ աղմուկը խանգարում էր։ Եվ գիտեք, քանի որ խոսք գնաց ատոմակայանի մասին շինարարության եւ լուրջ կասկածի հետ այսպես մատի փաթաթան սարքած ինչ-որ ատոմային ռեակտոր կառուցելու, տեղադրելու մասին այդ տխմարություններին նաև մի տխմարություն էլ վերջերս նայեցի տեղեկություն առան այն մասին, որ Երևանի Նորագյուղ թաղամասում այդ բլրի վրա պետք է կառուցվի 70 հարկանի երկնաքերեր։ Ձեռ եկավ։ Ինչով են մտածում սրանք։ Այս սեյսմիկ տարածքում առանցել Երևանը վերածել են դժոխային մի քաղաքի, որտեղ որ հաշված չեն շենքերը սնկի պես աճեցրել են, կոմունալ այդ բաները չկան, հաղորդակցության ուղիները, ճանապարհները մնացել են նույնը, ճանապարհների հերներն անիծած, բայց ախր այդ կոյուղա ջրերը ուր են հոսելու, ամեն ինչը հաշվարկված է, չէ։
Այդ չեմ ասում էներգետիկ մատակարարումները, գազամատակարարումները, ուղղտանի գոնե վեսնենք, թեկուզ կոյուղա ջրերը, խողովակներ կան, այդ խողովակները ունեն հաստությունը եւ ունեն իրենց տարողունակությունը։ Այսքան ծանրաբեռ մեկ ինչը պետք է թափե հրազդանի հետը, երա գնանդ Երևանյան լիճ, հա։ Կամ այդ որ խելոքի մտքով է ասել, որ Երևանում 70 հարկանի շենք պետք է կառուցել։ Առանց այն Երևանում բակ չի մնացել, որոշ շենքերը որտեղ բակ կար, մի հատ երկնակեր են սարքել։ Աստված մի արես, մի արտակարգ իրավիճակում նույնիսկ փրկարար ծառայության մեքենաները չեն կարող մտնել այդ տարածքներ։ Բարից բուն իմաստով։ Եվ դրանից հետո միասին նաև ինձ շատ կասկածելի տարակուսել է նաև մի երկնակերի կառուցում էլ կենտրոնական փոստատան շենքի տեղում այդ թունելների վրա, նորից կոնդում, այս անգամ կոնդում, որը իդեպ թունելները ժամանակին կառուցվել են նաև ունեցել են Ռմպապաստարանի նշանակություն։ Երկու թունելներ կան, երկուսն էլ մեկ ավելի շատ է շահագործվում, որ դիմաց նայում ես կենտրոնական Գլխավոր պողոտայի կողմից ձախ կողմի թունելը հիմնական շահագործում էր հետիոտների համար, այստեղից մի անգամից ուղիղ դուրս էր գալիս մանկական երկաթուղի, աջ կողմի թունելներ կար, բայց չէր շահագործվում, բայց թունել կար։ Եվ այդ թունելներում կային խորշեր փակված դռներով եւ դրանք Ռմբապաստարաններ էին։ Հիմա չգիտեմ դրանք ինչ վիճակում են։ Հավանաբար քանդված այլել են։ Մի խոսքով։ Հիմա ամբողջ Խաթարում է ամբողջ Երևանի դեմքը, տեսքը, հասկանում եք, չի կարևոր, արդեն էլ որոշել են այդ կենտրոնական շենքը պետք է փոստի քանդեն, տեղ այդ մի հատ էլի հսկա երկնակեր սարքեն, դա քիչ էր, մեկ էլ հիմա Նորագյուղ թաղամասում 70 հարկանի շենքեր կառուցել են։ Աղետ է։ Եվ մեկներ ինչ-որ բաժանում, որտեղ 70 հարկանի տարավոր շենքերը սարքեն, նա կնպաստի, թե ձեր, ինչ ասես, կբեռնաթափի կենտրոնը, գրեոտանի կենտրոնը բնակես մեկ ուզում եք այդ կանով լցնել, որ բեռնաթափի երթերեկությունը, ճանապարհ չկա սարքած։ Երևանի այս խցանումների հիմնական պատճառը այն է, որ բացի այն, որ վարորդների անկարգ քշելն է, որտեղ պատահի մեքենաները կանգնեցնելը, անկանոն քշելը, հետևաբար կանոնները խախտելը եւ շատ հաճախ չիմանալը, մյուս կողմից էլ փողոցների թողունակության անբավարարությունը։ Շենքեր են կառուցում, այս շենքի նման, բայց փողոցները մնում են նույնը։ Այսքանը։ Եվ սրա համար եմ ասում, որ վերնագիր ինչ են դրել ուխտի ականջում քնելու ուխտարածները։ Սրանք ոնց որ ուխտ են արել, երթել են, որ ուխտի ականջում քնած ինչ որ պետք է գործունեություն ծավալեն, ինչ կլինի իրենցից հետո։ Մի խոսքով ներկայիս կառավարիչները ըստ ամենայնի այլևս ոչ մի հուսել չկա, որ կարողանան ինչ-որ իրենց Հայաստանի եւ Երևանի առջեւ ծառացած խնդիրները լուծել եւ պետք է առաջիկայում նոր կառավարիչները, նոր իշխանությունները այս հարցերի վրա շատ լուրջ ուշադրություն դարձնեն։ Առաջինը Երևանի որպես քաղաք, մայրաքաղաք հարցին մոտենալը եւ Հայաստանի գերագույն ամենաառաջին խնդիրը Հայաստանի նոր ատոմակայան կառուցելու հասնել։ Մանավանդ որ այսօր մի տեղեկություն կարդացի այն մասին, որ իբր Ռոսատոմը առաջարկել է։ Եթե առաջարկել է, դրանից պետք է կարճել, բռնվել եւ ստիպելով, համոզելով, չգիտեմ ինչ անելով հասնել այն բանի, որ Հայաստանում կառուցվի նոր ատոմակայան։ Ինչ վերաբերում է նաեւ Երևանին, ապա մեծագույն հանցագործություն էր Երևանում տրամվայի վերացումը։ Մեծագույն, ես կասեի պետական հանցագործություն էր։ Գիտեք, ես չեմ երևի
դրա թիկունքում կանգնած էին գծատերերը, հա, որ տրամվայ չլինի, որ տրամվայի պարկերի տեղերը լավ օգտագործվեն, դատարկ տարածք է շինարարության եւ ինչ օբյեկտներ կառուցելու համար, միանշանակ տրամվայ քիչ լինի, այնքան այդ գազել-մազելները շատ կլինեն։ Արդյունքում նեցանկան ինչ ունենք։ Հիմա այնտեղ այն մարշրուտներով, որոնցով որ եթե եկել են Երևանյան տրամվայները, դժվար է հնարավոր է վերականգնել, բայց կա մի ուրիշ հնարավորություն, որ տրամվայի միջոցով իրար կապվեն Երևանի տարբեր թաղամասերը, ծայրամասերը։ Դրա հնարավորությունը կա։ Որտեղ վերջին հաշվով քաղաքը առանց տրամվայի քաղաք չի։ Այնպես որ ուխտի ականջում քնելու ուխտ պետք չի անել։ Այնպես որ ի գործ։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասել եմ մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք, կրկնում եմ, ի գործ։